տեսված, որ դատ կլինի, իրենք պետք է որոշեն թե ոչ, եւ դուք նաեւ տեղեկացրել եք, որ գրավի միջնորդություն եք ներկայացրել եւ այդ օրներ մերժվեց գրավի միջնորդությունը, մենք հիմա տեսնում ենք, որ շատ դատական պրոցեսների ընթացքում ամեն դեպքում գրավով ազատում լինում է տնային կալանք եւ այլն։ Սամվել Կարապետյանի դեպքում կարծես դա չի գործում եւ դուք ասել եք, որ այնպիսի գումար եք առաջարկել, որը այսպես հնարավոր է փոխհատուցել նաեւ այդ ենթադրյալ հանցափողերի լվացման մասով այն գումարը, որը կա հիմքում, ինչու չեն անում եւ եթե գաղտնիք չէ, ինչքան գումար եք առաջարկել, որ դա մերժել են, որովհետեւ գուցե հանրությունը իմանա, որ սա եթե այդ գումարով մերժում են տնային կալանքը կամ գրավով ազատումը, ուրեմն սա իսկապես քաղաքական հետապնդման այսպես հիմքեր ավելի ամրացնում։ Որտեղ մենք տեսնում ենք հիմա անգամ վերջին մի վթար էր եղել եւ կնոջը հարթած, այսպես առանց վարորդական իրավունքի 10 միլիոն բանով այսպես ազատ էին, տնային կալանք են։ Այս համադրության մեջ սա ինչպես է բացատրում։ Եկեք հետևյալ կերպ արձագանքեմ, վերաքննիչ դատարանների բողոքը ներկայացվել էր դատական ակտի տրամադրումից 3 օր անց, իսկ անհապաղ, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Տիկին Ժենյա Մելիքսեցյանի նախագահությամբ 3 մերժել էր մեր կողմից ներկայացված բողոքը, նաև մերժել էր դատախազության կողմից ներկայացված բողոքը, որին եւս անդրադարձ կատարեցինք, արդյոք ներկայացրել ենք նաև հարկադրված այլընտրանքային խափանման միջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ միջնորդություն, այո ներկայացրել ենք, գրավի չափի վերաբերյալ հավատացեք, հատուկ չեմ ուզում դրա վրա ուշադրություն սևեռել, անկեղծ ասեմ ինչի համար, որովհետև այն աստիճան աբսուրդային իրավիճակում են գտնվում, որ իրապես այդտեղ գրավի հարց չպետք է քննարկվեր ընդհանրապես, գրավի հարց քննարկվում է, երբ որ ենթադրյալ մեղադրանքի պայմանը կալանքի միջնորդության շրջանակներում հաղթահարված է, այսինքն հիմնավոր կասկած առկա է լինում։ Այս դեպքում մենք ընդհանրապես դրա այդ գործ չունենք։ Բայց այո, հարկադրված դա էլ ենք միջնորդում։ Իդեպ միջնորդել ենք նաև թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն։ Իդեպ դրան իհարկե նաև Սամվել Կարապետյանը հստակ իր դիրքորոշում ուներ, որ ինքը հեչ կողմ չէր նման միջնորդություն ներկայացնելու, պարզապես մենք որպես պաշտպաններ մեր կողմից ստիպված նշվածը միջնորդել էինք։ Տնային կալանք համակցված գրավով, բացակայելու արգելքով եւ որ պատկերացնեք միակ ռիսկը, որը դատարանը արձանագրել է, դա խոչընդոտելու ռիսկն է։ Իսկ խոչընդոտելու ռիսկը տնային կալանքի եւ գրավի համակցված կիրառման պայմաններում հնարավոր չի չզսպվի։ Պատկերացնում եք, իդեպ խոչընդոտելու ռիսկն էլ դատարանը փորձել է հիմնավորել իբրև այն անձանց վրա ազդեցությամբ, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն։ Ողջամիտ իրականության մեջ այս ամենը պատկերացնել, այո դժվար է, բայց եկեք ես վճռաբեկ դատարանին ցիտեմ։ 2025 թվականի ապրիլի 7-ին մի մեղադրանքով, որը վերաբերում է փողերի լվացմանը, մասնավոր ոլորտում չարաշահումներին, պատկերացրեցիք մեղադրանքի ծանրությունը, առանձնապես ծանր եւ այլ, նույնիսկ կարող եմ այսպես ասել, օրվա իշխանությունների կողմից շատ հիշատակված իրավաբանական անձանց մեկի անվանումն էլ մեջը հիշատակված։ Վճռաբեկ դատարանի կայքում հրապարակված որոշման մասին եմ ասում։ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել այդ գործով բողոքը 2025 թվականի ապրիլի 7-ին։ Նախապատմությունն էլ ինչ էր առաջին ատյանի դատարանը տնային կալանք էր կիրառել առանց գրավի։ Այս մեղադրանքի պայմաններում 3-րդ ամսվա ընթացքում նախաքննության։ Վերաքննիչ դատարանը բեկանել էր տնային կալանքը, գտել էր, որ կալանք պետք է կիրառվի։ Վճռաբեկ դատարանը ապրիլի 7-ին վարույթ է ընդունում, դուք երևի հիմա բոլորդ կարծում եք, որ մայիսին արդեն դատական ակտը կար, չէ՞ Վճռաբեկ դատարանի։ Չէ, որտեղ Սամվել Կարապետյանի գործով 19 օրում վարույթ ընդունելուց հետո դատական ակտեր ընդունվել։ Բայց տենց չեղավ։ Զարմացած եմ իհարկե, վստահ եմ դուք եք։ Վճռաբեկ դատարանը միայն 2025 թվականի դեկտեմբերի 10-ին հրապարակեց որոշումը։ Զարմանալի պրակտիկա է, ես չեմ հասկանում, բայց ինչևէ, ինձ թվում էր բոլոր գործերով պետքա 19 օր տևի։ Դեկտեմբերի 10-ի որոշմամբ գիտեք ինչ է ասել Վճռաբեկ դատարանը։ Ասել է, որ ճիշտ է արել առաջին ատյանը, որ տնային կալանքեր կիրառել։ Ոնց կարելի էր 3 ամսվա տևողությամբ նախաքննության պայմաններում, երբ միայն խոչընդոտելու ռիսկն է առկա եւ կան որոշ այլ հանգամանքներ, անձին կալանավորել։ Դա հրապարակում է Վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 10-ին։
Սամվել Կարապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ գրեթե 6 ամիս է ինչ կալանավորված։ Այն գործը, որը վկայակոչում եմ, 3 ամսվա կալանքին էր վերաբերում։ Վերաքննիչությանը սա անտեսում է։ Վերաքննիչությանը սա անտեսում է։ Մոտեցման ստացուն օրինակ։ Հիմա եթե այս վերածս օրինակից հետո կարող է դատական իշխանության հարգարժան մի ներկայացուցիչ բերել մեկ հակափաստարկ, ես այնքան կուզեմ դա լսել, թե ոնց կարող է սա չկոչվի քաղաքական հետապնդում, իրավական խուլիգանություն, իրավական խայտառակություն, մեղմ ասած ապօրինություն։ Թող մեկ փաստարկ բեր։